Բարի օր գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին 106 եւ 5 հաճախականությունն եք դուք միացրել կամ էլ մեզ դիտում եք թվային տարբեր հարթակներում սա խոսենք օրենքից հաղորդաշարն է ես եմ այսօր հաղորդումը վարելու առաջին խոսափողի մոտ իսկ երկրորդի մոտ Մանուշ Եսայանն է հաղորդման հեղինակը մենք այսօր միասին կզրուցենք մի շարք հարցեր կան կուտակված ողջույն Մանուշ Բարի օր Մոնիկա ջան Շնորհակալ եմ որ առիթ կա միասին զրուցելու հետաքրքիր ֆորմատ կատակ կես լուրջ միշտ ասում են որ մեր դատարանները դե ծանրաբեռնված են չի կարելի իրենց շատ անհանգստացնել բան այս վերջին շրջանում այդ խոսույթը շատ տարածված է իսկապես ծանրաբեռնված են ու այդ ծանրաբեռնվածության հիմքում ինչն է սխալ կառավարումն է համակարգի թե ոչ ճիշտ մեխանիզմներով արվում ինչ խնդիրներ կան խորքում որոնք տեսանելի չեն հանրությանը Տեսեք ուրեմն ինչն է խնդիրը ես քանի որ քաղաքացիական եւ վարչական գործերով եմ զբաղվում առանձնացնեմ երկու դատարան քաղաքացիական եւ վարչական Վարչական դատարանները ամենագեր ծանրաբեռնված են մեզ մոտ, որ պատկերացնեք, օրինակ, եթե վարչական դատարան ամենապրիմիտիվ հայցը վերցնենք, չգիտեմ, շինթույլտվություն վերցնենք, ՆԳՆ-ի ինչ-որ ոստիկանության ակտ վերցնենք եւ այլն։ Դե դատարան հայց է մուտք անում, լավագույն դեպքում, եթե 1 տարվա մեջ առաջիացիանում քո հայցը բավարարվում կամ մերժվում է, դա լավագույն արդյունքն է, պետք է գոհ եւ շնորհակալ լինես, ինչպես ասում են։ Վերաքնիչ ատյանում նույն դատարանի ավելի տխուր վիճակ է։ Այդտեղ օրինակ 25 թվականին ես ունեմ գործեր, որոնք որ նշանակվել են վերաքնիչ ատյանում քննության 2027 թվականին, այսինքն 2 տարի հետո։ Այս դատարանում, այսինքն վարչական դատարանում իրավիճակը այսպիսին է։ Եվ հիմնականում այո կապված է դատարանների ծանրաբեռնվածության հետ որպեսզի հասկանանք ինչի մասն է այդ ծանրաբեռնվածությունը ասվածը դա գործերի քանակը շատ է իսկ դատավորները չեն հասցնում դատավորների քանակը քիչ է եւ դատավորները չեն հասցնում այդ գործերը քննել Հիմա տրամաբանորեն երևի թե պետք է ասենք դե թող շատ դատավորներ կան, հա, դատավորներին թող շատացնեն ու որ գործերը ավելի արագ կարողանան քննել։ Չէ, շատացնում են։ Շատացնում են, այո, պարբերաբար շատացնում, բայց այստեղ խնդիրը էլի չի լուծվում։ Ինչու չի լուծվում։ Քաղաքացի պետություն հարաբերություններում իսկ վարչական դատարանին ընդդատյա են, այսինքն այն բոլոր գործերը, վարչական դատարան են գնում այն բոլոր գործերը, եւ քաղաքացին կամ իրավաբանական անձը գործ ունի պետության հետ, պետական որևէ կառույցի հետ, որևէ վարչական մարմնի հետ, հա, իրավաբանական լեզվով ասած։ Հիմա մենք ունենք վերադասության ինստիտուտ, այսինքն պայմանական, եթե ես դիմել եմ Երևանի քաղաքապետարանը, ասում եմ ինձ դուրս տրամադրի շինթույլտվություն եւ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրում այդ շինթույլտվությունը, ես որպես քաղաքացի կամ իրավաբանական անձ իրավունք ունեմ այդ որոշումը բողոքարկեմ վերադասության կարգով, քաղաքապետին բողոքարկեմ, ասեմ այս ստորադասը սխալ որոշում է կայացրել։ Այս փուլում, եթե մենք կարողանանք այդ վերադասության ինստիտուտը զարգացնել եւ կարողանանք ապահովել այնպիսի վարչարարություն, այնպիսի գործիքակազմ, որ վերադաս մարմինները կարողանան պատշաճ, օբյեկտիվ եւ արդար քննեն ստորադաս մարմինների կայացրած որոշումները, այդքան գործ դատարան չի գնա, բայց եթե նայենք ստատիստիկան, մենք ինչ ունենք, որոշումը կայացվեց իմ հանդեպ, որպես քաղաքացի կամ իրավաբանական անձ, պետական որևէ կառույցի կողմից, ես դրա հետ համաձայն չեմ, այդ որոշումը բողոքարկեցի վերադաս մարմին, ակնկալելով, որ իմ բողոքը պետք է բավարարվի, 90% դեպքերում չի բավարարվում, եւ ես ինչ եմ անում, ստիպված գնում եմ դատարան։ Դատարանում ստատիստիկան հետեւյալն է, 90% վարչական մարմինների դեմ դատարան գնացած գործերը, առնվազն իմ վարույթում ինչքան ես գործեր եմ ունեցել, 90%-ը բավարարվում են։ Եվ սրանից մի հատ խնդիր էլ է առաջանում, այ մարդիկ լավ տեղյակ են, որ այս հարցերը միշտ գնում են հասնում են դատարան ու դատարանում էլ այն լուծումը չեն ստանում, որը պիտի լինի գուցե, ու սկսում են անհատապես սկսել հարցերը լուծել, անձ այսպես հարաբերություններով, ու մենք շատ տարբեր խնդիրներ ենք տեսնում դրանից բխող։ Այ ոնց կարելի է լուծել այս խնդրը ու ինչ մեխանիզմներ, ինչ վերահսկողություն պիտի իրականացվի ու ում կողմից պիտի իրականացվի։
Իմ տեխնացուականի թեման է հենց վերադասության ինստիտուտի բարելավումը, վերադաս բողոքների քննության։ Իմ կարծիքով, եթե մենք կարողանանք վերադաս բողոքների քննությունը պատշաճ կերպով հասնել այն արդյունքին, որ վերադաս մարմինները կարողանան բողոքները պատշաճ քննել եւ տալ այն արդյունքը, ինչ որ տալիս է դատարանը, մենք վարչական դատարաններից աննաբեռնվածության հարցը միանգամից կլուծենք։ Այսինքն ուղղակի պետք է մեր օրենսդիրը վերցնի, տեսնի, այս անձը դիմել է դատարան, չգիտեմ, 100 հոգի դիմել են դատարան, 100 անձ դիմել է դատարան, 100 անձից քանի անձն է դիմել վերադաս կարգով բողոքարկել իր հանդեպ կայացած ոչ իրավաչափ որոշումը, բողոքարկել է այդ 100-ից քանիսն է վերադաս մարմինը կայացրել նույնատիպ որոշում, ինչ որ ստորադասն է կայացրել, այսինքն չի բավարարել բողոքը, եւ քանիսն է դատարանը բեկանել։ Եթե այդ ստատիստիկան մեր օրենսդիրը ճիշտ եւ նորմալ ուսումնասիրի, ես հավատացնում եմ, որ մենք այս խնդիրը վարչական դատարանում կլուծենք։ Ցավոք սրտի այս խնդրի մասին այսինքն այստեղ բարեխղճության հարց է։ Եվ ոչ միայն բարեխղճության, նաև ճիշտ կառավարչական աշխատանքների եւ նաև օրենսդրական ճիշտ թիրախային բարեփոխումների աշխատանքի մասին է խոսքը, հա, ոչ թե ուղղակի սիրողական մակարդակ։ Երբ որ ներկա իշխանությունը ասում է, որ բարեփոխումներ տեղի են ունեցել, խնդիրներ լուծվել են, այդ փոփոխությունը դուք տեսնում եք որպես մասնագետ եւ գործերին առնչվող մարդ ավելի հաճախ։ Ես այն փաստաբաններից եմ, ով լիցենզիա է ստացել 2019-ին, բայց մինչև 2015, քանի որ օրենքը թույլ է տալիս աշխատել առանց լիցենզիայի, ես աշխատել եմ վարչական դատարանի հետ գործերով, ես դրա համար կարող եմ համեմատել, այսպես ասած, մինչև 2018-ը ինչ իրավիճակում ենք եղել դատարանների հետ հարաբերություններում եւ հիմա ես միանշանակ եւ վստահ պնդում եմ, որ հիմա շատ ավելի տխուր եւ վատ վիճակում ենք։ Այսինքն մենք չենք լուծել ժամկետների հարց, մենք չենք լուծել դատավորների որակավորման հարցը, այսինքն այն որակի դատավորներ չեն ցավոք սրտի կամ ոչ բոլորն են, թող չնեղանան մեր դատավորներն ինձանից, բայց ոչ բոլորն են այն որակի, ովքեր որ պետք է իրավունք ունենան քննել քաղաքացիների խնդիրները եւ գործերը։ Չենք լուծել եւ միանշանակ կարող եմ ասել, որ ավելի վատ վիճակում ենք։ Իսկ ենթադրենք քաղաքացին տեսնում է, որ տարիներով իր հարցը չի լուծվում, ինչ լծակներ կան այս խնդիրները լուծելու, ինչ կարող է անել անձը, անհատը։ Ցավոք սրտի եւ դա միակ լուծումը սպասելն է, ես միշտ օրինակ եմ բերում անցյալ տարի ինձ մոտ մի գործ էր եկել, իմ վարդ մի գործ էր եկել վարչական, որը որ քննվում էր սեփականության իրավունքի վեճ էր եւ քննվում էր 2012 թվականից։ Պատկերացնում եք, այսինքն 25 թվականին ես վերցրել եմ մի գործ, որը որ քննվում էր 2012 թվականից։ Սա խայտարակություն է, այսինքն սեփականության հետ կապված վեճ է, այնտեղ ընդդեմ կադաստր, երրորդ անձին բանկեր եւ այլն։ Այս գործը քաղաքացիների սեփականության իրավունքը լիարժեք չի կարողանում իրացնել, սկսած 12 թվականից։ Արդյունքում բանակցությունների եւ այլնի արդյունքում հասանք ուղակի հաշտության, հույս չունենալով, որ դատարանում մենք կկարողանանք արագ այդ հարցը լուծել, այո, մեր հաճախորդներին խորհուրդ տվեցինք որոշակի կոմպրոմիս գտնել եւ այսպես ասած գնալ հաշտության կողմի հետ եւ արդեն այդ տարբերակով գնաց։ Այսինքն ընդհանրապես էական չի լավ իրավաբան կլինի, փաստաբան կլինի, ով կլինի կանգնած գործի կողքին, այդ մարդկանց կողքին, այսինքն պարզապես դատական համակարգը չի կարողանում աշխատել պատշաճ ձևով։ Հա, մոտավորապես այդպես, իհարկե փաստաբանի որակավորումներից շատ բան է գալիս, բայց դատավարական ժամկետների տեսանկյունից դատավարական այլ միջնորդություններ ձեռնարկելու եւ այլ տեսանկյունից, թե դատան ինչպես կքննի եւ արդյոք ճիշտ կքննի եւ այլն, փաստաբանի ձեռքում ըստ էության քիչ բան կա։ Նույնը եթե օրինակ Հայլային տեղափոխեմ քաղաքացիական դատավարության դաշտ, այնտեղ շատ ավելի տխուր վիճակ է, ինչ առումով։ Քաղաքացիականում ես ավելի երևի կբաշխեմ խնդիրը երկու մասի։ Առաջինը դա դատաներից անհրաժեշտությունը եւ դատավորների կվալիֆիկացիան, այսինքն որակները, ովքեր որ քննում են գործը, երկրորդը մեր փաստաբանների աշխատանքը։ Փաստաբաններ ունենք, ովքեր որ ակնհայտ տեսնելով որ գործը անհույս է,
միգուցե գումար վաստակելու համար, միգուցե իրենց վստահորդների, այսպես ասած, իրավունքների իրենց պատկերացրած ձևով պաշտպանելու համար անհիմն հայցեր են հարուցում, նմանատիպ օրինակ ոչ բարեխիղճ փաստաբանների զոհ է իմ վստահորդներից մեկը, մենք 19 թվականից ունենք բավարարված վճիռներ մի քանի հատ, բայց այն դիմացի կողմը մի քանի փաստաբաններ է փոխում ու արդեն 12 թե 14 հայց ունենք այսօր դատարանում, որոնք որ մերժվում են հերթով, բայց մարդը փաստաբանների միջոցով տարբեր տեսակի հայցեր է ներկայացնում դատարան զուտ խոչընդոտելու, սա եւս բերում է դատարանների ծանրաբեռնվածության, այսինքն երբ մի գործով ակնհայտ դու գիտես, որ այս թուղթը սպիտակ է եւ սպիտակը չի կարող որևէ պարագայում սև դառնալ, դու 10-15 հայց ես հարուցում, դատարանները լսում, դատարանը հարուցման փուլում չունի այն գործիքակազմը, որ պարզի տեսնի իրավաչափ է քո պահանջը, թե իրավաչափ չի, հետեւաբար դատարանը առաջին փուլում վերցնում է քո հայցը եւ սկսում է քննել, հետո կպարզվի, որ իրավաչափ չի, կմերժի կամ կկարճի, դա արդեն մյուս կողմն է։ Հիմա դե պատկերացրեք միայն ես օրինակ, եթե ես ասում եմ մի գործով, մի անձի գործով կա 14 դատական գործ, որոնք որ անհիմն են, այսինքն վաղ թե ուշ նրանք մերժման ենթակա են լինելու։ Իսկ լավ, փաստաբանները ինչ վերահսկողության մեխանիզմներով են անցնում։ Փաստաբաններն ըստ էության վերահսկվում են փաստաբանների աշխատանքի էթիկայի տեսանկյունից, դա օրենքով, մեր փաստաբանության մասին օրենքն է եւ մեր պալատն է։ Պատշաճ է գործում օրենքը։ Օրենքը պատշաճ է գործում, ուղղակի այդ կտորում ես կասեի, որ ունենք էլի բաց թողումներ, իրական եւ ռեալ մեխանիզմներ պալատը չունի, որ գա պայմանական մանուշ բարեխիղճ աշխատում կամ դիցուկ ցանկանում է գումար վաստակել 15 հատ հայց է դատարան ներկայացնում, ինչ պետք է գան ինձ ասեն, ինչի ես հայց հարուցել, որևէ մեկին չեմ խաբում ըստ էության, իր այդ մարդուն ասում եմ, արի փորձենք, դե մա կլինի, չէ, ինչ պետք է ինձ ասեն, այսինքն այդ մեխանիզմները եւս չեն աշխատում, այստեղ ես կարծում եմ ավելի մենք խնդիր ունենք դատարանի այդ հարուցման փուլում կոչվածը, առաջնային այդ փուլում մի քիչ մենք իրավական տեսանկյունից կարծում եմ կարող ենք չսահմանափակելով անձի դատարան դիմելու իրավունքը, կարող ենք այդտեղ օրենսդրական փոփոխություններ անել, որ դատարանը առաջնային առնվազն օրինակ կարճաժամկետ, մեկամսյա ժամկետում կարողանա պարզել հայցը իրականում հեռանկարային է, թե հեռանկարային չէ եւ կարճաժամկետ արդեն լուծում ստանա այդ գործը։ Կարծում եմ այդ փուլում մենք անելիք ունենք, բայց փաստաբանների վրա ես իհարկե կուզեի, որ մեր պալատը կարողանա ռեալ ազդեցություններ, բայց կարծում եմ չունի եւ մի քիչ դժվար կլինի։ Բարդ է։ Կուզեմ, որ այսպես անցնենք մեկ այլ թեմայի, որը կրկին շատ քննարկվող է, եւ դա կաթողիկոսի հետ կապված քննարկումներն են վերջին շրջանում, այն մասով, որ արգելք սահմանվեց երկրից բացակայելու մասով, դա մի մասը հանրության քաղաքականացված ասում են, որ դե շատ լավ են արել, ճիշտ են արել, տենց էլ պիտի լիներ, բայց այն մասը, որ իրականում չի պատկերացնում process-ները, ինչ հա տեղի ունենում, արդյոք իրավաչափ ու նորմալ է, երբ դատարանն է խառնվում այս ամենին ու ինչ հիմքով են արգելք սահմանել, այդ մասով կուզեմ, որ մենք մանրամասն փորձենք հասկանալ ինչա տեղի ունեցել, եթե դուք գործին ծանոթ եք, մեզ ներկայացնեք։ Սա չգիտեմ, մեր իրավաբանության մեջ ինձ հանդիպած եւ իմ գոլեգաներին հանդիպած երևի ամենաաբսուրդային, ամենաանհասկանալի եւ չեմ վախենում այդ բառը ասելուց, հակաիրավական process-ն է, որը տեղի ունենում։ Բացատրեմ ինչու։ Իհարկե յուրաքանչյուր ոք ունի արդար անաչառ դատարանի կողմից իր իրավունքների եւ պարտականությունների առնչվող հարցերը քննելու, այսպես ասած, իրավունքը, բայց երբ մենք գործ ունենք մի ինստիտուտի հետ, տվյալ դեպքում եկեղեցին, որը սահմանադրությամբ անջատ է պետությունից, գործող իրավական ակտերով անջատ է պետությունից եւ պետությունը չունի որևէ իրավական լծակըստեյության եւ իրավունք չունի, այսինքն չունի այդ իրավական գործիքակազմը ազդելու եկեղեցու վրա, այս դատավարությունը ինքնին, այս դատավարություններն ինքնին աբսուրդի ժանրից են։ Ես միշտ այսպես եմ օրինակը բերում մեր բոլոր քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, ասում եմ մենք բոլորս յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետության պետք է պայքարի հանուն արդար, անաչառ եւ օբյեկտիվ դատարան ունենալու գաղափարի։ Եվ եթե մենք կարողանանք
մեզ անջատել, տարանջատել իշխանությունից, ցանկացած իշխանությունից, դա կլինի 10 տարի առաջ, 10 տարի հետո թե ներկա, եւ կարողանանք մեր մոտեցումը որպես քաղաքացի, որպես հասարակության անդամ ձևավորել այնպես, որ մեզ հետաքրքիր չի վերևում ով է նստած կառավարիչ, այսպես ասած, մեր երկրի, բայց օրենքը եւ օրենքը գերակա է, եւ այո, ես ուզում եմ, որ իմ պետությունում գործի անաչառ արդար դատարան, հավատացեք, մենք մեր երկրում շատ խնդիրներ կլուծենք։ Եվ ես միշտ ասում եմ, երբ ելույթ եմ ունենում նաև հանրային, ինձ ասում են դու պաշտպանում ես, ժողովուրդ, ես չեմ պաշտպանում։ Թող դատեն, ում ուզում են դատեն, բայց թող դատեն արդար, անաչառ եւ օբյեկտիվ դատարանի կողմից, այլ ոչ թե զանգով, որովհետեւ զանգով կամ հրահանգով կամ հրամանով կամ թաքուն ինչ որ միջոցներով, հա, որովհետեւ եթե այսօր ինձ են դատում հրահանգով, վաղը ձեզ են դատելու հրահանգով եւ մենք բոլորս պետք է այդ արատավոր երևույթի դեմ առնենք եւ դեմ արտահայտվենք։ Սա է խնդիրը։ Գործի հիմքում ինչ կա, ինչ եք տեսել, ինչ կարելի է բարձրաձայնել, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Տեսեք, աշխատանքային ինչա տեղի ունեցել։ Աշխատանքային վեճերով ես ունեմ բավականին պրակտիկա, չեմ ասի 100-200 գործեր ունեմ, բայց բավականաչափ պրակտիկա ունեմ։ Գործին, որ ծանոթանում ենք, ես հատուկ հանել եմ գործը, մի 4 օր առաջ կարդացի, ջղայնացա, նորից այսօր կարդացի, էլի ջղայնացա։ Ամբողջ քաղաքացիական այդ գործի հիմքում կարգալույծ եղած քահանայի հայցի մասն եմ հիմա ես խոսում։ Դրված է աշխատանքային օրենսդրություն եւ աշխատանքային իրավահարաբերությունները։ Բայց միգուցե առաջին հայացքից սա եւս այդքան ցավոտ, ծիծաղելի եւ անհասկանալի չլիներ, եթե դատարանը այս գործով հայցի ապահովման միջոց կիրառած չլիներ։ Հայցի ապահովման միջոցը, որ քանի որ մեզ կարող են լսել ոչ իրավաբան քաղաքացիներ, ներկայացնեմ, դա այն միջոցն է, որ երբ որ դատարան հայց ես ներկայացնում, պահանջ ես ներկայացնում եւ գիտես, որ հետագայում կարող է անհնարին լինել այդ դատական ակտի կատարումը, դու նախնական դատարանին խնդրում ես որոշակի միջոց կանխարգելիչ կիրառել, որպեսզի քո իրավունքներն ամբողջությամբ չոտնահարվեն։ Բայց այդ միջոցի կիրառումը ինքը չպետք է անմիջապես նույնական լինի հայցի առարկայի հետ։ Հիմա տեսեք, Ստեփան Ասատրյանը հայց է ներկայացնում դատարան, ասում է անբավեր ճանաչի այդ որոշումը կարգալույծ ինձ անելու եւ ինձ վերականգնի իմ պաշտոնում։ Սա արդեն ինձ համար աբսուրդ ինչ որ ձևակերպում։ Այստեղ հարց է առաջանում, այսինքն երբ որ նշանակվում էր այն պաշտոն չի ստացվում։ Արդյոք այդ ժամանակ էլ պետք չէր գալ դիմել դատարան, ասել հաստատեք, որ ես նշանակվում եմ, ինձ օծել են եւ չգիտեմ, ես պետքա սրանից հետո ծառայություն մատուցեմ այս կարգավիճակով։ Այսինքն տրամաբանորեն ճիշտ եմ, չէ՞, ես հասկանում, որ process-ը այդտեղից պիտի սկսվեր։ Այո, process-ը առհասարակ դատարանի ճիշտ որոշումը կլիներ, որ հայցադիմի ընդունումը մերժվեր։ Այսինքն այդ գործը դատարանում քննության ենթակա չէ։ Սա նույն աբսուրդ գործն է, որ հիմա ես այսօր ներկայացնեմ օրինակ ազգային ժողովին դիմում տամ, ասեմ խնդրում եմ ինձ նշանակեք երկրի վարչապետ, դե բնականաբար ինձ կմերժեն, հուսով եմ կմերժեն, որից հետո ես մտնեմ դատարան, ասեմ պարտավորեցրեք ինձ նշանակեն Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընդ որում նաև խնդրեմ հայցի ապահովման միջոց կերան նախնական նշանակեն, մինչև հետո կտեսնենք ինչ կլինի, կամ չգիտեմ հայց ներկայացնեմ դատարան, օրինակ գեղեցիկ ինչ շենքեր գիտեք Երևանում, օրինակ չգիտեմ օպերայի շենքի սեփականություն ինձ հանձնելու վերաբերյալ, ասեմ դե նախնական իմ սեփականության իրավունքը գրանցեք, հետո կտեսնենք ինչ կլինի։ Այսինքն նույնքան աբսուրդի ժանրից է առհասարակ այս հայցի մուտքագրումը, ես չգիտեմ այս հայցը ով է գրել, ես աշխարհի ամբողջ գումարների դիմաց անգամ նման հայց ինձ թույլ չէի տա դատարան մուտքանել, եւ նաեւ վարույթ ընդունելու process, այսինքն մենք հայց հարուցելու, վարույթ ընդունելու եւ միջանկյալ միջոցի կտորը սա աբսուրդի ժանրից է ու ես ուզում եմ հատուկ ընթերցեմ այդ միջանկյալ որոշման կայացման ուրեմն դատարանը արձանագրում է
որ հայցի նախնական միջոցի բավարարման համար էական է վնասի պատճառման բարձր հավանականությունը, հստակ մատնանշելով որոշակի չափանիշներ, որոնք հիմք ընդունելով դատարանը գնահատում է հայցի ապահովման միջոց կիրառելով օրենսդրորեն նախատեսված հիմքերի առկայությունը եւ բացակայությունը։ Այսինքն, անձը անվանենք աշխատանք, ինչպես դա իրենք են ներկայացրել։ Դե բերվում է այդ դաշտ իրականում։ Այո, աշխատանքային հարաբերությունների մեջ են մտել գործատու հայ առաքելական եկեղեցու հետ, եւ քանի որ գործատուն կայացրել անհատական իրավական ակտ, այսինքն աշխատանքից ազատել է, անձը մտել է դատարան, որ իրեն իր նախկին պաշտոնում վերականգնեն։ Հիմա բոլոր աշխատանքային վեճերով առհասարակ, երբ դու մտնում ես նման հայցատեսակով դատարան, իմ պրակտիկայում, իմ գոլեգաների պրակտիկայում, առհասարակ Հայաստանի Հանրապետության փաստաբանների որևէ մեկի պրակտիկայում չի եղել նման դեպք, երբ անձը դիմելով դատարան ասի նախնական միջոց կիրառեք, ինձ վերականգնեք իմ պաշտոնում, հետո ինչ կորոշեք ու դատարանը դա բավարարի։ Սա երրորդ աբսուրդի ժանրից կայացված որոշումն է։ Հիմա դիցուկ պատկերացեք մի իրավիճակ։ Ասենք թե այս գործը քննվում է եւ մերժվում է հայցը։ Ինչ են անում։ Հիմա ես չգիտեմ, օրինակ Ստեփանասատրյանը վարձատրվում է թե չէ, տեղյակ չեմ այդ process-ներից։ Ենթադրենք վարձատրվում է։ Ինչ պետք է անեն։ Այս ապօրինի այսքան ընթացքում վճարված աշխատավարձ կոչվածը հետ պետք է վերադարձնի, այդ աշխատավարձից ինչպես պետք է հոգևոր ծառայությունը, դե սա հոգևոր ծառայություն։ Հա, հետո այսինքն իր կողմից կայացած այդ, չգիտեմ, երբ պսակադրություն եւ այլ պետք է անի, ինչ պետք դրանք չեմ չգիտեմ։ Սա այսինքն մենք հիմա այնպեսի բանի մասն ենք խոսում, որ կարող ենք եկեք դինոզավրերից խոսենք, նույն բանն է լինելու, անհավանական, անտրամաբանական եւ իրականության հետ աղերս չունեցող։ Բայց ակնհայտ է, չէ, որ այս գործերը եւ այս բնույթի քննարկումները նաեւ բևեռացման հիմք են դառնում հանրության շրջանում։ Երբ մենք խոսում ենք սրա մասին, ստացվում է մենք սև ու սպիտակի ենք բաժանվում, դուք դեմ եք, մենք կողմ ենք, մենք վերևն ենք, դուք ներքևն եք, այս քրիստոնյա եք, մենք քրիստոնյա չենք։ Սա է գնում, այս բաժանումն է գնում ու ես ուզում եմ մենք բոլորս կարողանանք մեր հանրությանը ներկայացնել այն պարզ միտքը, որ հարգելի քաղաքացիներ, մենք չենք ասում ոչ մեկ չպետք է դատվի կամ ոչ մեկ չպետք է պատասխանատվություն կրի իր կատարած սխալների համար կամ իր կատարած հանցանքների համար։ Մենք ասում ենք, որ բոլորը պետք է պատասխան կրեն օրենքի սահմաններում, որ մենք չպետք է ունենանք զանգովի, հանձնարարովի եւ այլն արդարադատություն, մենք պետք է ունենանք բոլոր փուլերում արդար քննություն գործերի։ Սա է մեր գլխավոր նպատակը։ Սա պետք է լինի բոլորիս գլխավոր նպատակը, ու եթե մենք այս արդյունքը կարողանանք բոլորի մտքում, ուղեղում ամրապնդել, մենք բավականին լավ վիճակում կհայտնենք։ Կաթողիկոսի գործի մասով ինչպիսի ընթացք եք պատկերացնում, որ սրան շարունակի, որովհետև ակնհայտ այն ինչ որ սկսել է, ժամանակի ընթացքում մենք տեսել ենք թե ինչ փուլեր է անցել, բանը հասել է նրան, որ արդեն երկրից արգելքն է, չգիտեմ, քննարկվել ու եղել, տեղի ունեցել, հաջորդ քայլը ինչ է լինելու, ոնց եք պատկերացնում։ Քանի որ սա իրավական դաշտից դուրս է, այսինքն որպես իրավաբան կարող եմ ասել ամբողջ process-ը, քանի որ տրամաբանության եւ իրավաբանության հետ որևէ աղերս չունի, հետեւաբար իրավաբանորեն որևէ process չի կարող լինի, այսինքն մենք խոսում ենք գոյություն չունեցող ինչ որ մի փաստի մասին, հա, եւ այդ փաստը քննարկել եւ վերլուծել, կարծում եմ անիմաստ է։ Զուտ որպես քաղաքացի եւ որպես մեր երկրի ճակատագրով հետաքրքրված անձ կարող եմ հիմա պատասխանել, որտեղ որպես իրավաբան կրկնում եմ աբսուրդ է եւ չեմ էլ կարող ասել ինչ կարող է լինել։ Որպես քաղաքացի ես կարծում եմ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մեր երկրում մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ մեր երկրի ղեկավարը ինչ նպատակ իր արժև դնում է, այդ նպատակներին հասնելու ճանապարհը գտնվում է եւ ենթադրում եմ մենք ունենանք այդ նպատակների հասնելու ամբողջական արդյունքը։ Այս գործը մի կողմ դրած, դուք հաճախ եք բախվել այն հարցին, որ դատական համակարգը անկախ չի գործում։ Այո։ Ցավոք սրտի դա եղել է նաև նախկինում, ես չեմ կարող ասել, այ գիտեք, նախկինում այդպես չի եղել։ Դա եղել է նախկինում, դա կա հիմա եւ
այսպես էլ շարունակվելու է, որովհետև հասարակությունն է թելադրողը, ինչպես իր հետ կարելի է եւ ինչպես չի կարելի։ Եթե մենք ողջունում ենք, այո։ Եթե մենք ողջունում ենք, ցանկացած ձևով ասում ենք, այ գնացեք, պատժեք, մանուշ ես անին, ես չեմ սիրում, ցանկացած ձևով պատժեք, սա նշանակում է մենք այլևս չենք ընդունում արդարադատություն ասվածը, մենք չենք ընկալում ինչ է արդարադատությունը եւ արդար քննությունը գործերի, մենք ուզում ենք ուղղակի լինի իմ կամ նրա ցանկությամբ։ Դե հետո սա բումերանգի էֆեկտով է, չէ՞, վերադառնալու է յուրաքանչյուրին, երբ ինքը խնդիր ունենա։ Ես հենց դա եմ միշտ ասում եմ, մենք չպետք է ողջունենք, որ քննիչը կախված է որևէ իշխանությունից։ Մենք չպետք է ընդունենք, որ դատախազը կախված է որևէ իշխանական անձի հայտարարություններից կամ կմաճույքներից։ Դա պետք է մեր կողմից որպես տաբու լինի։ Մենք չպետք է դրա հետ հաշտ լինենք։ Սա է ամբողջ խնդիրը։ Այս պետք է անընդհատ խոսենք հանրային դաշտում, հրապարակային խոսենք, ասենք, որ թող բոլորը դատվեն, ովքեր որ մեղավոր են, թող բոլորի հանդեպ կայացվի պատասխանատվության միջոց, բայց թող արդար դատվեն, արդար դատարանի կողմից դատեն։ Իսկ եթե մենք չենք ընդունում կամ չենք վստահում մեր դատարաններին, ուրեմն առհասարակ մեր բոլոր օրենսգրքերը պետք է պատռել, դուրս շպրտել, մեր դատարանները մեզ պետք չեն եւ ուղղակի մենք ապրենք նախկինում ինչպես այո, անձերի թելադրանքով, առաջ որ դատարան չկար, ոնց էին անում, մի հատ մարդ էր որոշում, ասում էր դու արդար ես, դու մեղավ, հինը ռոմ գնանք, էլի։ Բայց կարծում եմ մենք գնում ենք դեպի քաղաքակիրթ հասարակություն եւ քաղաքակիրթ աշխարհ եւ մենք պետք է հետաքրքրված լինենք, որ մենք ունենանք արդար անաչառ դատարաններ, քննիչներ, դատախազներ, փաստաբաններ, ովքեր որ այս կամ այն գործերից շահ չեն փնտրի եւ չեն ուրախանա եւ Մանուշ, իսկ տարիների ընթացքում սերնդափոխությունը ոնց է տեղի ունեցել, այլ դուք ասացիք հաղորդման սկզբում, որ այնպիսի մարդիկ չեն մեծ մասամբ, որոնք կարող են քննել գործեր, չգիտեմ, իրենց վերահսկողության տակ լինի եւ արդար իրականացվի, նաեւ գիտելիքների մասով է հարցը հիմնականում։ Ինչն է խնդիրը, կրթությունն է պակաս լիարժեք, թե ամեն դեպքում զուտ անաչառության հարցեր կա այստեղ։ Նախ ես կարծում եմ անաչառության հարցն է, հետո իմ խորին համոզմունքն է, որ այն շեմը տարիքային, որ մենք սահմանել ենք դատավորների համար, ինքը սխալ է, որովհետև 27, հա, չեմ հիշում, ցածր շատ փոքր շեմ է։ Այսինքն պայմանական անձը ինստիտուտը ավարտեց, անցավ որոշակի շատ կարճ ճանապարհ եւ կարող է արդեն դատավոր դառնալ եւ որոշումներ կայացնել։ Ես կարծում եմ դատավորը դա ոչ միայն անձ է, ով ունի իրավաբանական կրթություն, դա նաեւ անձ է, ով ունի համապատասխան համոզմունքներ արդեն իսկ ձևավորված, ունի անցած ճանապարհ, կյանքի փորձ եւ ունի կյանքի տեսլական։ Այո, մենք դատարանում մեր դատարաններում գործերը քննվում են օրենքի հիման վրա եւ օրենքի գերակայությունն է առաջնային, բայց մենք դա բոլոր դատարաններում, բոլոր դատավարությունում մենք ունենք այսպիսի ձևակերպում։ Դատարանը որոշում է կայացնում հիմք ընդունելով գործող իրավական ակտերը, նորմերը եւ այլն, եւ նաեւ իր ներքին համոզմունքի հիման վրա այդ համոզմունք կոչվածը հենց նրա մասն է, որ անձը որպեսզի ունենա այդ համոզմունքը, ինքը պետք է որոշակի կյանքի փորձ ունենա։ Եվ իմ կարծիքով դա շատ պարտադիր է, որ անձը որոշակի անցած ճանապարհ ունենա եւ կարողանա նշանակվել եւ աշխատել որպես դատավոր, որովհետեւ ի վերջո դատավորը որոշում է կայացնում անձերի ճակատագրերի վերաբերյալ առավել եւս քրեական բարույթներում, իսկ եթե քաղաքացիական անձերի գույքի վերաբերյալ եւ այլն, այսինքն կարող է անձ այդ որոշման արդյունքում մի քանի միլիոնանոց գույքից զրկվի, այսպես։ Շնորհակալություն զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ խոսենք օրենքից հաղորդաշարներ, հեղինակը Մանուշ Եսյանն է, իրավաբան, փաստաբան, այսօր ձեզ համար տաղավարում աշխատեցի ես Մոնիկա Մամյանես, կհանդիպենք հաջորդ շաբաթ, հուսամ Մանուշը հյուրով, արդեն ես չեմ լինի տաղավարում, կհանդիպենք։ Շնորհակալություն։